շփոթ վիճակի մեջ են։ Բոլորին ձերբակալում է, քրեական գործեր, հետապնդումները եւ այս անկանոն վիճակը, որը մենք տեսնում ենք, այս անկանոն վիճակը միանշանակ, այո, իրենց կողմից անկառավարել։ Բայց պատկերացնեք բոլոր տեղերում, որտեղ որ ինչ որ մի օջախ է ծնվում, միանգամից հարվածում է, ձերբակալում է, հաղթած մարդուն փակել է, իմիջիայլոց ճիշտ նկատեցիք աշխարհաքաղաքական, տեսեք, Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է, բայց ինչու ԵՄ-ի մասին այդպես չեն խոսում, հայտարարել է Մարիա Զախարովան, խոսելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին, ում մեղադրում են նաև Ռուսաստանի հետ միութենական պետության օգտին արտահայտություններ անելու մեջ։ Արտգործնախարարության ներկայացուցիչը ՌԴ-ի միաժամանակ կարծում է, որ անհնար է զարմանք չարտահայտել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների մասին դատողություններում ինչ որ մեկը կարողացել է ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր տեսնել։ Փաստորեն նաև դրա համար է, չէ՞, հիմա գանք այս գործին եւ գործի մասին պիտի խնդրեմ եւ նաև որ դուք արդեն մի քանի օր է ահազանգում եք, որ շատ ծանր վիճակում է Վարդան Ղուկասյանը, իրեն տեղափոխեցին հիվանդանոց, հետո ընդամենը մեկ գիշեր էին, չէ՞, պահել այդտեղ, առավոտյան շուտ նորից այդ ինչ վտանգ է սպառնում Նիկոլի համար Վարդան Ղուկասյանը, որ այսպես կարելի ասել, ինչ ասեմ, հիմա կոնկրետ հետապնդում է ինքը Վարդան Ղուկասյանին, Գյումրու ընտրված քաղաքապետին։ Ուրեմն ի սկզբանե անմիջապես նրանց հետո, երբ Վարդան Ղուկասյանը դարձել է Գյումրու քաղաքապետ, ուրեմն ապրիլի 21-ին նա դարձել է, մտել է արդեն իր պաշտոնավարման մեջ, ստանձնել է պաշտոնը, անմիջապես մեկ շաբաթ հետո, ապրիլի 28-ին 2025 թվականի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել, որպեսզի Վարդան Ղուկասյանի նկատմամբ իր անձնական բնակարանում, որտեղ նա ապրում է իր մեծ ընտանիքով, այդ թվում նաև իր աշխատասենյակում եւ աշխատասենյակի սպասասրահում նաև, այդ թվում նաև իր անձնական ավտոմեքենայում իրականացնել հատուկ օպերատիվ միջոցառումներ, լսումներ, գաղտնալսումներ, դիտումներ, հեռախոսի վերահսկողություն եւ այլն։ Անմիջապես մի շաբաթ հետո ամբողջով խոշորացույցով տեսել են, զննել են, քննել են, ինչա խոսել, ինչա արել, ընդհուպ միջև իր տունը, այսինքն նաև իր ընտանիքի անդամներին, որովհետև մարդ ապրում է ընտանիքի անդամներ, ոչ միայն հանրային տարածքում են դա իրականացրել, այլ անմիջապես իր անձնական բնակարանում, որտեղ նա ապրում է իր ընտանիքի անդամների հետ։ Այսինքն մտել են նրա անձնական եւ ընտանեկան կյանքի մեջ։ Տեսել են 6 ամիս, փնտրել են մանենեկ, ոչինչ չեն գտել։ Հետո, քանի որ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ, չգիտեմ ինչից ելնելով, իսկ կոնկրետ թիրախավորվել եւ ով էր նրան ասել կամ ինչից էր դրդված նա այդպիսի հայտարարություններ անում, հոկտեմբերի 1-ին ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ նա դուրս է շպրտելու Վարդան Ղուկասյանին հանրային եւ քաղաքական կյանքից։ Ուրեմն քաղաքական կյանքի վերաբերյալ իր, այսպես ասած, տրամադրությունները միգուցե կարամ հասկանամ, միգուցե, ասենք հակառակորդն է, քաղաքական այլ ծրագիր ունի եւ այլն, դուրս շպրտելու մասին չէ։ Այսինքն, եթե նման քաղաքական հայտարարություն է անում, հակառակորդի նկատմամբ ես չեմ ընդունում, հարցը դա չի, բայց ինչ է նշանակում, ես նրան դուրս կշպրտեմ նաև հանրային կյանքից։ Հիմա տեսեք, ստե երկու սպառնալիք է հնչել, մեկը քաղաքական կյանքից, քաղաքական ապոնենտին միգուցե սուր բառերով է օգտագործում, որը իմ համար ընդունելի չի, հարցը դա չի, բայց դու ով ես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դուրս շպրտես հանրային կյանքից։ Հերիք չէ, ապօրինաբար մտել են, ամբողջը տեսած ձայնագրել են, լսել են եւ այլն, ոչինչ չեն հայտնաբերել, հերիք չէ դա, բայց սպառնում է, հասկանում եք, սպառնում է, որ ես ձեզ դուրս կշպրտեմ նաեւ հանրային կյանքից։ Այսինքն նա իր այդ սպառնալիքով ոտնձգություն է իրականացնում նաեւ Վարդան Ղուկասյանի կյանքին, այստեղ մենք չմոռանանք եւ այս զուգահեռները անցկացնենք, որովհետեւ Փարաքյարի դեպքը մենք հասկանում ենք, որ
տանել չեն կարում ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Մենք հասկանում ենք, որ ընտրված ընդդիմադիր քաղաքական գործիչները իրենց լուրջ խոչընդոտ են իրենց ծրագրերի համար, համաձայն չեն ենթարկվում։ Այս կամ այն կերպ մարդկանց Բայց երբ նրանք արդեն իսկ հաշվեհարդար են տեսնում կյանքը վերացնելով, սա արդեն ահավոր մի վտանգավոր մենք ընթացքի մեջ ենք, այսինքն այս ահավոր վտանգավոր ընթացքի մասին նույնիսկ ինքն այնց չի, որ բառերը ուղակի շպրտում է, շռայլում է, այսինքն իր բառերը դրանք ընտրված բառեր են, իր ուղերձները ընտրված ուղերձներ են, այն որ ինքը երազում էր հանձնել Աղդամ Ակնան, այսինքն այդ ինչ որ գրվել էր ժամանակին, դա ծրագրային դրույթներ էին։ Հիմա նույնն էլ այստեղ մենք գործ ունենք ծրագրային դրույթների հետ, որոնք հնչել են, որոնք սպառնալիք են եւ դրա ականատեսն ենք մենք արդեն այս 23 օրերի ընթացքում։ Ամսի 1-ին հայտարարել է, ամսի 18-ին խումբ է ստեղծվում 21 հոգուց բաղկացած քննիչների եւ սկսում են գործը փորձել կարել, դզել, փչել, կարկատել, չգիտեմ 21 հոգի 21 քննիչ երկրում հանցագործությունը վախտում է առավոտը բացում է սպանություն, չգիտեմ ինչ այլ գործի համեմատությունը բերեմ, որը ունեցել է մահ, այսինքն այս սպանությունները համատարած են մեր քննչական հանցագործությունները իրանց թվերով քառապատվել են բերում են գործերից մնացած 50 քանի հոգի են մյուս դատին, չէ՞։ 21 հոգու բերում են եւ ինչ են անում՝ մի հատ ձայնագրություն մենք դատական լսումների ժամանակ չենք լսել։ Այնինչ որ իրենք հրապարակել են, մենք չգիտենք դա ոնց է կպցվել, կարկատվել, որտեղից են կպել, ինչ են արել, արհեստական բանականությամբ, ինչպես են դա ստեղծել։ Այսինքն առանց որևէ ապացուցողական հիմքի գործը սարքել են, բերել են, հետո հասկացան, որ չէ, չի ստացվում սա, այդ գործը, իբրև թե կաշառքի առաջարկ եւ այլն, եւ այն մարդու նկատմամբ, ով հայտարարում է, ասում է, տղայք, բարև ձեզ, ես գիտեմ, որ դուք ինձ հետևում եք, լսում եք եւ այլն, ինքն է նույնիսկ նրանց ուղերձ ուղում եւ այդ մարդկանց մոտ ինքը պետք է նման, չգիտեմ, անմիտ, անտրամաբանական, անբացատրելի ինչ որ խոսակցություն ունենալ ինչ որ մեկի հետ, որին նույնիսկ չի վստահում, այսինքն եւ այդ անվստահության մասին նա նախապես նաեւ հայտնել է, որ քաղաքապետարանում պետք է կատարվեին փոփոխություններ։ Հիմա դա չստացվեց, բերեցին մեկ է մյուս անհետ մեղադրանքը, որ հայտարարություններով հանդես է եկել, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության անկախության, պետականությունը պահելու, այս խառնաշփոթ վիճակում աշխարհաքաղաքական պաշտպանվելու համար հայտարարություններ է արել, որը բացարձակ ինչ է սխալ ասել։ Բացարձակ Արցախի կորուս չունենք, Թուրքիայի նկարտումները հայտնի չեն, Էրդողանի նկարտումները հայտնի չեն։ Ինչն է սխալ ասել Վարդան Ղուկասյանը, ասեք, ինչ է սխալ ասել։ Հարցը սխալ եւ ճիշտ մեկնաբանելը դա իրավապահ մարմինների գործառույթը չէ, մեկ։ Երկրորդը, որևիցե հակաիրավական արարք նրա խոսքում գոյություն չունի։ Իսկ եթե մարդիկ կան, ովքեր որ նման հակաիրավական արարքներ են կատարել, իսկ նման մարդիկ կան, որոնցից մեկը հենց այն անձն է, ով սպառնացել է պարոն Ղուկասյանին, փոխարենը այդ մարդկանց խոսքը իրենք քննեն, եկել են եւ սկսել են քննել, ում խոսքը քաղաքապետի ընտրված քաղաքապետի խոսքը։ Իմիջիալոց Տիկի Զորաբան ինքը Տիկի Փոստանջան միջև ընտրվելը այս ամեն ինչի քարոզարշավի ընթացքում ինքը խոսում էր, չէ՞ որ Թուրքին են ուզում բերել, որ բանակն են այսպես կործանել, որ դաշինք են կազմում նրանց հետ, որ սա է սպառնում, այդ ամեն ինչի մասին ինքը խոսում էր, չէ՞։ Բայց տեսեք, եկավ ընտրվեց, դրանից հետո այդպես նոր բան չի ասել, չէ՞ Վարդան Ղուկասյանը։ Անժելա, նոր բան չի ասել։ Եկեք մենք նայենք ամսաթվերին։ Ընտրվեց, մի շաբաթ հետո իրեն գաղտնալսում են, ամբողջ պետական ռեսուրսներով, գաղտնալսում են ոչ մի բան չեն հայտնաբերում, ես համոզված եմ, որովհետև որևիցե բան չէին կարող հայտնաբերեին, գալիս է մի օր, այդ հրամանը հնչում է ազգային ժողովի դահլիճից, դա հոկտեմբերի 1-ն է, այսինքն անցնում է որոշ տևական ժամանակ, հոկտեմբերի 1-ին հնչում է, մեկ էլ
ասում եմ, որ մենք ունենք արդեն հանրային քրական հետապնդում հարուցելու որոշում եւ գալիս են ինչ են անում մարդուն իր աշխատասենյակում դրա բացարձակ դրա կարիքը չկար այդ տեսարանը ստեղծել։ Չէ, դրանից առաջ հրավիրել էին գնացել էր, չէ՞։ Այո։ Այդ որևէ խնդիր չի եղել, Վարդան Ղուկասյանը շատ հանգիստ ներկայացել է իրապա մարմիններին։ Քրական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանոթագիրը ուղարկելու պարագայում շատ նորմալ ձևով, ցիվիլ ձևով բացարձակ որևիցե պետական ռեսուրս չօգտագործելով մարդը կգնար կմասնակցեր որևիցե նախատեսված քրական այդ քննչական գործողությանը եւ այդ ժամանակ եթե անհրաժեշտությունը կլիներ նրան կալանավորելու կամ դատարան տանելու թող անեին բայց մենք ինչ ենք տեսնում եկել են ուրեմն նայեք ոնց է եղել դա է պատմեմ որ դեռ մենք 100% ես համոզված եմ որ այդ հանրային քրական հետապնդում հարուցելու որոշումը որովհետեւ թվագրված է ամսի 20-ով այսինքն ամսի 20-ը այդ դատախազը որ այդ որոշումը հաստատեց այդ դատախազը առավոտը 20-ին ժամը 6-ին 7-ին չէր արթնացել այդ որոշումը կայացրել առնվազն 9-ին թող կայացրած լիներ բայց առավոտ ժամը 7-ից արդեն ամբողջ խումբը Երևանից այդ ոստիկանական զորքերով դիմակավորված մարդկանցով արդեն այդ ամբողջ խումբը հավաքված է եղել Գյումրիի մատույցներում արդեն մարդիկ տեսել են ընդ որ Երևան զորքեր են այո ինչի համար քաղաքապետը ինքն իր ոտքով կգնար Դե ինչի համարյան տեսարաններ էր պետք, որ տեսեք, ով որ կունենա հակառակ կարծիք, բան, այս կարգադրությունը եղել է, զորքը կտանեք ընդեղ, ցուցադրեք, վախեցրեք, եւ ժողովրդին վախեցրեք, եւ իրեն վախեցրեք, քաղաքապետին չեք նենց կհանենք հետին դրից, կոտրելով դռները, քաղաքապետարանը ջարդ ու խուտ անելով եւ այլն, հետո քաղաքապետին կասենք վազում ենք թե չէ, եթե պետք է վազեք, վազացնում են նստեցնում են մեքենան, հետո բերում են Երևան, Գիտե որ իրանք ծաղրացու են, բոլորը բաներ, եւ ծաղրացու, սա ինչի համար է արդեն։ Տեսարանի։ Այո, տեսարանի։ Դες տեսարաններ պետք վախեցնել այ ժողովրդին, այո։ Կոնկրետ Վարդան Ղուկասյանը։ Եւ իրեն ընտրողներին, որ տեսեք, եթե ձեր կամքը կատարվի դուք գնաք ինձ հակառակ ինչ որ ընտրության, տեսեք թե վաղաշաբաթիներ ինչ կլինի մասիսի, հիմա տեսեք ինչ կլինի։ Եվ նաեւ Տիկին Բայց մի ուրիշ կարևոր հանգամանք էլ բաց թողեցի։ Չէ, դա կասեք, ես այս գործի հետ կապված եմ ասում, որ 2 օր հետո ընդամենը Վարդան Ղուկասյանը պիտի դիմեր սահմանադրական դատարան։ Ես գալիս եմ։ Հիմա տեսեք, այս տեսարանը արեցին, առավոտ ժամը 10-ից իրեն տեղից տեղափոխել են, մինչև հաջորդ օրը ժամը 2-ը, ժամը 14:00-ն իրեն պահել են այտենց պտտացնելով, պահել են գիշերը հակակոռուպցիոն կոմիտեի հակակոռուպցիոն դատարանի խցում, որտեղ ուղակի Տիկին Գալյան, ես ձեզ խորհուրդ կտամ գնալ այնտեղ մի 2 ժամ մնալ էլ այդ խցում։ Այդ հոտերը մի հատ զգաք դուք։ Այդ կներեք, բայց հակասանիտարական վիճակը տուալետի հոտերը, թուրքական տուալետի հոտերը եւ այնտեղ պահվող մարդկանց նման դուք մի հատ 2 ժամ այնտեղ մնացեք։ Տիկին Վարդապետյան, դուք է գնացեք մնացեք։ Մեծ փրթում են։ Այս մեծ փրթումը բանը մեռան գրանտ ու դրսից փողը, բայց ինչ են անում այդ փողերը։ Ով է այս պահին այդ կալանավորված անձը։ Որևիցե մի կալանավորված անձ այդ պայմաններում մի ժամ, կես ժամ, մի րոպե չպետք է պահվի։ Այդ պայմաններում պատկերացնեք պահել են ամբողջ այդ մի 1.5 օր սնունդից չի կարողացել օգտվել ցուրտ երեկոյան դիաբետ ունի, չէ՞ նայ Վարդան Ղուկասյանը հայտնի է որ այդ վիճակով առողջական խնդիրը մի դրա մասին խոսեք ինչ տեղի ունեցա որ տարակ կասեմ այս ամենը նաև ուներ նախապատմություն, այո, որ նա հրապարակավ նաև հայտնել էր, որ դատի է տալու կառավարությանը, որովհետև գյումրեցիներին հետ չի վերադարձվում այն գումարները, որը հավաքագրվում են եւ մտնում են ընդհանուր բյուջե։ Պատկերացրեք, 85 միլիարդը հավաքվում է եւ հետ է վերադարձվում ընդամենը 4 միլիարդ։ Սա ինչ է նշանակում, սա նույն ռեպրեսիան է,
ինչ որ մենք տեսնում ենք։ Չէ, բայց ես արդեն Վարդան Ղուկասյանի դեմ չի, սա գյումրեցիների դեմ է։ Գյումրեցիներին հասանելի գումարի իրարամա չեն գնում Վարդան Ղուկասյանը։ Հիմա խնդիրը Չէ, դե գյումրեցիները հասկանան, որ այս կռիվը առաջին հերթին իրենց համար է։ Գյումրեցիների համար է, սա չհանձնվեն գյումրեցիները։ Կառավարման դեմ է։ Հիմա առողջական վիճակի մասին։ Այն դատավորը, որը որոշում կայացրեց կալանավորել Վարդան Ղուկասյանի 2 ամսով, ես եմ անձամբ նրան փոխանցել իր առողջության վերաբերյալ փաստաթղթերը։ Դրանք մանրամասն չհրապարակվեցին որպես բժշկական գաղտնիք, դատավորը ասաց ես ինքս կուսումնասիրեմ, բայց այդ փաստաթղթերի մասով դատավորը ըստ էության կայացրեց ակնհայտ անարդարացի դատական ակտ։ Հիմա գամ առողջությանը։ Պարոն Ղուկասյանը թույլ է տվել ինձ որ պատմեմ իր առողջության վերաբերյալ, նայած նրան, որ նա այն կամ մարդիկ չէ, որ անդադ դժգոհում են առողջությունից, մի տեղը ցավում են, միանգամից այդ մասին հայտնում են։ Նա այդ մարդը չէ եւ մշտապես ոչ իր ընտանիքի հարազատներին է այդ մասին հայտնել։ Ես որ ինքը անգամ թույլ էլ չի տալիս, չէ, որ խոսեն շատ են ժամանակ էլ ասում էին, պետք չի։ Չի ցանկացել, որպեսի բարձրացնվի, բայց ես մշտապես հարցրել եմ, ինչ է առողջական վիճակի հետ կապված, որովհետեւ իմ բոլոր պաշտպանյալներն անկախ նրանից այդ ստրեսը, այդ պայմանները, հատկապես պայմանները չեն համապատասխանում միջազգային նաև ստանդարտներին եւ մեր ազգային, վերում են նրան, որ մարդը եթե ունի առողջական խնդիրներ, դրանք արդեն մի քանի օր պահելուց այնտեղ ավելի են սրվում։ Ինչ խնդիրներ ունի։ Հիմա խնդիրների մասին, ուրեմն նա չի դժգոհել իր խնդիրներից, բայց այնքան արտառոց է եղել նրա առողջական վատ վիճակը, որ տեղում ամսի 6-ին ընդեղի բուժակը ինքն է հայտնաբերել, որ խնդիր կա։ Խնդիրը հայտնաբերելուց հետո որոշ դեղամիջոցներ է նա օգտագործել, դրանից հետո այդ բուժակը ասել է ոչ, ես հրավիրում եմ շտապ օգնություն։ Հրավիրել են շտապ օգնությունը ինքն է կատարել իր քննությունը, զննությունը, ասել է ոչ, ես պետք է տեղափոխեմ Վարդան Ղուկասյանին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ինձ չեն ասում այդ մասին, ուր են տարել, ասում են տեղափոխել ենք, բայց որտեղ են տեղափոխել, ասում են բժշկական գաղտնիք է։ Հետո մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով ճշտել են, որ տարել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Այնտեղ կատարել են որոշ քննություններ, լաբորատոր եւ այլն, ես այնտեղ էի։ Եվ ասացին, որ ցուցում է հիմա նշանակված անցկացնել միջամտություն կորոնարոգրաֆիա, որը պետք է ստուգենք նրանք այդ սրտի անոթների աշխատանքը եւ այլն, եւ անհրաժեշտ էր, որպեսզի նա նաեւ տա իստորագրությունը, այսինքն լուրջ միջամտություն պետք է անեին։ Որոշում կայացվեց, որ այո, ինքը համաձայն է, հարազատներն ասացին, եթե կա նման ցուցում, ուրեմն պետք է արվի, անցկացրեցին, դրանից հետո ասացին հիմա այս պահին ստենտավորման հարցը մենք դնում ենք դեռ հարցականի տակ, բայց այնուամենայնիվ կա այնտեղ նաև աորտոգրաֆիա, այդպիսի հետազոտություն, որովհետև սրտի աորտան մեծացած է, լայնացած է, եւ դա կարող է ունենալ նաև վտանգավոր հետևանքներ, եւ նաև նրա շաքարային դիաբետը պարտադիր պետք է վերահսկվի եւ այլ հետազոտություններ եւ նաև բժշկի վերահսկողություն, կարդիոլոգի եւ էնդոկրինոլոգի։ Այս քանը ասեցին ինձ եւ ասեցին առավոտը կգան, նոր բժիշկները առավոտ արդեն կգան, կորոշենք ինչպիսին է լինելու հետագա բուժումը։ Առավոտը գնում են, բարձվում են, մի խումբ էլի զորք են իջեցրել, արդեն քրեակատարողական ծառայության աշխատակիցների, դարի հանցագործիներին, աշխատակիցներից կազմված եւ նրան տեղափոխել են նորից Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ուրեմն Տիկին Գալյան, ձեր կալանավայրում գտնվող, ձեր կողմից ղեկավարվող կալանավայրում գտնվող մարդուն տեղափոխել են հիվանդանոց շտապ օգնության մեքենայով։ Մարդը հիվանդանոցում գրված է, որ դեռ հիվանդ է։ Այդ հիվանդանոցից դուք ոնց եք նրան տեղափոխել քրեակատարողական ծառայության մեքենայով, այլ ոչ թե շտապ օգնության մեքենայով։ Բա որ ինչ որ մի բան պատահեր ճանապարհին այդ մարդու հետ, ով պետք է պատասխան տար։
ինչը պատահեց Արմեն Գրիգորյանի հետ։ Եվ որևիցե մեկ այս պայծրությամբ դեռ պատասխան չի կրել այդ պատահեց 59 բանտարկյալների հետ 59 մահ կա 59 մահվան պատճառները ես համոզված եմ նրանց համապատասխան բժշկական օգնություն չտրամադրելը դրանով է պայմանավորված մարդկան չեն տրամադրում եւ թողնում են որ մարդիկ այնտեղ մահանան դրանով է պայմանավորված այլ կերպ ես չեմ կարող բացատրել ծանր հիվանդ մարդիկ որոնց հիվանդությունը անհամատեղելի է կալանքի հետ գտնվում են կալանավայրում հիմա մենք ունենք խնդիր պարոն Ղուկասյանին տրամադրելու համապատասխան բուժօգնություն այդ բուժօգնությունը կարող են տրամադրել նաև իրեն բուժող բժիշկները եւ դա իր իրավունքն է օգտվել այդ իր բուժող բժիշկների բուժման հնարավորությունից այս պայծրությամբ դա արգելվում է պարոն Ղուկասյանին տրամադրելը դա ապօրինի կամ մայականորեն արգելել է ես հույս ունեմ որ դուք կհասնեք նրան որ անպայման այդ բուժօգնությունը տրամադրվի եւ ամեն ինչ արվի եւ տեսեք քիչ առաջ խոսեցինք դրա մասին որ սա նաեւ գյումրեցիների համար է եւ օրինակ պարոն Բագրատյանն է պնդում էր որ 2 օր հետո պիտի գնար հենց դրա համար են ձերբակալել Վարդան Ղուկասյանին ինչ ունեք ասելու նաեւ գյումրեցիներին գյումրեցիները ինչպես ասում են պիտի տեր կանգնեն իրենց ընտրությանը եւ չվախենան ես կարծում եմ չէ գյումրեցիները չեն վախում ես եղել եմ Գյումրիում բարբերաբար գնում եմ իրենք չեն վախենում բայց իրենք իհարկե նեղված են որովհետեւ այդ անմարտկային վերաբերմունքը իրենք հասկանում են այո ուղղված է հենց իրենց դեմ Եվ այս ոչ միայն անմարտկային վերաբերմունք, այլ հստակ քաղաքականություն ամեն ինչ անել, որպեսզի մեր մարզերը, մեր քաղաքները ընդհակառակը լինեն ստրուկի կարգավիճակում, ենթակա ամեն ինչով եւ կառավարման տեսանկյունից եւ նաեւ բյուջեի բաշխման տեսանկյունից Այսինքն ամբողջ բյուջեն հավաքվում է մի կենտրոնում, այդ մի կենտրոնը տնօրինում է այդ բյուջեն ինչպես ուզում է Բանի մահակի պես պահմակ չէ ուզած մարդը չի անցել որտեղ է կոռուպցիան իսկական որտեղ է այս իսկական կոռուպցիան հենց այդտեղ է 85 միլիարդը տանում է Գյումրիից ինչա վերադարձնում 4 միլիարդ ինչի համար Պարզ չի չենք հասկանում ինչ սոցիալականացի ծանր վիճակում գտնվող բան է տարած Դե հիմա տեսեք հիմա որտեղ է կոռուպցիան 85 միլիարդը ով է ուտում կներեք Ում գրպանն է գնում 85 միլիարդը Հիմա մի հատ էլ